And the next step for me is see how can Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն արհեստական բանականության միջոցով ծրագրել էր լայնածավալ ապատեղեկատվական արշավ Ադրբեջանի դեմ։ Խոսքը վերաբերում է ճնշման կառուցված համակարգի, որում ներգրավված են հայկական լոբին, եվրոպացի քաղաքական գործիչները եւ Սփյուռքի ֆինանսավորումը, ներառյալ Ռուսաստանի բիզնես շրջանակները։ Նշվում են Սամվել Կարապետյան եւ Ռուբեն Վարդանյան անունները, ինչպես նաեւ անանուն ֆինանսավորման սխեմաները։ Արձանագրություններում Օկամպոն խոսում է արհեստական բանականության նախագծերի վրա աշխատանքի մասին Սան Պաուլոյի համալսարանի հետ համագործակցությամբ եւ քննարկում է ակադեմիական արտադրանքը, մեդիայի, սոցիալական ցանցերի եւ քաղաքական գործիչների վրա ազդեցության գործիքի վերածելու հնարավորությունները։ Estamos usando la física moderna. Հիմնականում մենք օգտագործում ենք ժամանակակից ֆիզիկա եւ արհեստական բանականություն, մոդելավորելու եւ փորձելու կազմակերպել գլոբալ կարգը եւ գլոբալ անկարգությունը։ Այսպիսով Բրազիլիան ֆինանսավորում է այս գործը։ Մենք ունենք սուպեր համակարգիչներ, որոնք աշխատում են դրա վրա, եւ հետո մենք ասացինք՝ եկեք զբաղվենք Լեռնային Ղարաբաղով, քանի որ ես շատ տեղեկատվություն ունեմ։ Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի վրա։ Հիմա ես դա դիտարկում եմ որպես ակադեմիական արդյունք։ Դա ակադեմիական նախագիծ է, եւ ես պետք է դրանից առավելագույն օգուտ քաղեմ։ Այդ պատճառով ես փորձում եմ ստեղծել տրանսահմանային ընկերություն, որը մեր կողմից այստեղ արտադրվող տեղեկատվությունը կվերածի մի բանի, որը կհասնի որոշումներ ընդունող քաղաքական գործիչներին։ Estoy tratando de armar una compañía. Այս վերծանումներից հետևում է, որ Օկամպոն եւ նրա գործընկերները ծրագրել էին Ադրբեջանի դեմ կիրառել մեխանիզմներ, որոնցում օգտագործվում են դիփֆեյքեր եւ այլ տեխնոլոգիական մանիպուլյացիոն գործիքներ։ Այսպիսով Օկամպոն այլևս հանդես է գալիս ոչ միայն որպես հայկական լոբիստ, այլ նաեւ որպես հիբրիդային գործողության ճարտարապետ։